Նրանք, ովքեր ընդունում են Աստծուն բոլոր հանգամանքներում, իսկապես օրհնված են։ Այդպիսի մարդը կարող է համարվել ամենաիմաստունն այս աշխարհում։ Եկեք նայենք Կորինթացիներին 2:12 խոսքը։ Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին ստացանք, այլ այն հոգին, որ Աստծուց է, որպեսզի ճանաչենք Աստծու կողմից մեզ շնորհվածները։ Ինչ որ խոսում ենք, ոչ թե մարդկային իմաստությամբ ուսանած խոսքեր են, այլ հոգու վարդապետությամբ։ Հոգոր բաները հոգոր մարդկանց ենք մեկնում։ Մենք երբեք չպետք է թույլ տանք մեզ խաբել, հոգոր հարցերը զուտ ֆիզիկական տեսանկյունից դիտարկելով։ Այդ դեպքում ինչպես պետք է զանազանենք հոգոր բաները, դրանք հոգոր կերպով են քննվում։ 14-րդ խոսք։ Բայց ոչ հոգոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու հոգուց է, որովհետև սրանք նրա համար հիմարություն են։ Աստծով դա մեծ իմաստություն է համարվում, բայց նրանց համար, ովքեր առանց հոգու են, ինչպես են երում հոգու իմաստությունից եկող բաները։ Նրանք դրանք հիմարություն են համարում։ Չի էլ կարող ճանաչել, որովհետև դրանք հոգոր կերպով են քննվում։ Աստծո կողմից մեզ տրված իմաստությունը նույնը չէ, ինչ այս աշխարհի իմաստությունը։ Ինչ ասաց Հիսուսի մայր Մարիամը Կանայի հարսանեկան խնջույքին։ Նա սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արեք»։ Որովհետև նա գիտեր հավատում էր, որ իմաստության գիտության բոլոր գանձերը թաքնված են նրա մեջ։ Այդ պատճառով նա հրահանգեց նրանց անել ճիշտ այնպես, ինչպես նա ասաց։ Հիսուսն ասաց. «Այդ կարասները ջրով լցրեք», սպասավորները, ինչպես հրահանգվել էր, բերնեբերան լցրեցին։ Հիմա վերցրեք ու սեղանապետին տարեք։ Երբ նրանք այդպես արեցին, պարզվեց, որ գինին խորհրդավոր կերպով հրաշալի համ ունի։ Թե սպասավորները միայն ջրով էին լցրել կարասները, այդ ջուրը գինի դարձավ։ Սա տեղի ունեցավ, քանի որ նրանք արեցին ճիշտ այնպես, ինչպես նա պատվիրեց նրանց։ Աստված Սուրբ Հոգին, Քրիստոս անսանհոնգը, հոգու հարսը, Նոր Երուսաղեմ երկնային մայրը, առանց կարոր նպատակի չեն եկել այս երկիր, հագնելով մարմնի այս խորանը։ Նրանք եկան այս երկիր, մեզ փրկելու նպատակով։ Ահա թե ինչու, երբ Պողոս առաքյալը գրում էր Կորինթոսի եկեղեցու անդամներին, նա ասաց, որ Աստծո իմաստությունը, որքան էլ աննշան թվա, գերազանցում է ամենաիմաստուն մարդկանց իմաստությանը։ Առաջին Կորինթացիներ գլուխ առաջին համար 25-րդ։ Որովհետև Աստծու հիմարն ավելի իմաստուն է, քան մարդիկ, Աստծու տկարն ավելի զորավոր է, քան մարդիկ։ Ապա մեր հոգիների համար մեր սահմանափակ իմաստությանը ապավինելու փոխարեն, մենք պետք է ապավինենք երկնային Հոր Մոր իմաստությանը։ Ես կրկին կխնդրեի ձեզ ունենալ այն իմաստությունն ու հավատքը, որպեսզի հետեք Աստծուն մինչ վերջ, ուր էլ որ նրանք մեզ առաջնորդեն։ Շնորհակալություն։